Բարև ձեզ։ Այսօր տեսակապով կզրուցեմ Լիբանանի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր միջազգայնագետ Շահան Կանտահարյանի հետ։ Պարոն Կանտահարյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Պարոն Կանտահարյան, փաստորեն Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև հրադադարը երկար չտևեց եւ վերջին շրջանում կրկին շարունակվում են Իսրայելի կողմից հրթիռակոծությունները եւ հարձակումները, հատկապես Լիբանանի հարավային հատվածում։ Այս պահին ինչ իրավիճակ ունենք Լիբանանում։ Այո, ինչպես նշեցիք, հրատատարի համաձայնությունը հիմնականի մեջ Իսրայելը կշարունակի խախտել անօդաչու սարքերով անվերջ Լիբանանի օդային տարածքներ վրա շրջակայելով, հրթիռագործելով հատկապես հարավային հատվածը, բայց ոչ միայն հարավային հատվածը, այլ նաև Բեյրութի հարավային արվարձանները կամ քաղաքի զանազան շրջաններ, որտեղ ինքը նախապես իբրև թիրախ կհայտարարե, որ Հեզբոլլահի պատկանող զինամթերք, արձանագրություն եւ այլն զսկուշացում է հետո իրականացնել նաեւ գործողություններ։ Բացի անգել նաեւ հրատատարի համաձայնությունը ճշտած էր 60-օրյա ժամկետ, որպես իսրայելյան ուժերը հեռանան լիբանյան բոլոր տարածքներեն, այդ եւս չհարկված իսրայելյան ուժերը կշարունակեն վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող թիրքեր լիբանյան տարածքներու վրա, այսինքն եւ ժամկետի առումով եւ իսրայելյան ուժերու հերացման պայմանը առավել եւս նաեւ ռազմական գործողությունները, որոնք մինչեւ 3 գիշեր շարունակվեցան բավական փուրն կերպով, այս բոլորով ուրեմն հրատատարի համաձայնությունը գրնանկսել, որ մեծ հաշվով չի հարկվի, բայց նաեւ այնպես չէ, որ պատերազմական այդ ընդհանուր մթնոլորտն է, կարելի է ասել, որ համեմատաբար ավելի հանգիստ է եւ այս թիրախային կոդիներեն դուրս ցանկը որոշակի առումով կարելի է ասել, որ ավելի բնականon հնով կընթանա։ Իրավիճակը այս ներգա բահիտությամբ կարելի է բնութագրել այսպես. ոչ ամբողջական հարկում հրատատարի, բայց համեմատական հանգիստ եւ մանավանդ pedagogan հաստատություններու վերագանքման, ինքնագազմագերբման, թանթաղ, բայց կորզնական փուլային քայլեր հետսեդել, որոնք կառնվին նաև pedagogan քերադաշություններու կողմը։ Նոյեմբերին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությամբ, եթե կհիշեք, Հեզբոլլահը պետք է ետ քաշվեր դեպի հյուսիս եւ ապամոնտաժեր իր ենթակառուցվածքները։ Այսինքն այս պայմանավորվածությունը կատարվել է, թե ոչ, եւ արդյոք Իսրայելը շարունակում է հարձակումները նաեւ այս պատճառով։ Գիտեք, Հեզբոլլահի թիրքերու հետ քաշման այդ կետը պետք է ասել, որ փուլային ցևով գշարունակե կիրարգվել, օրինակ Լիթանի քեդի որոշ հատվածներու ուրեմն այդ նահանջը, բայց հիմնական խնդիրը, որը իսրայելյան պետությունը հիմնականի մեջ կարձած է, բայց կարելի է ասել նաև որ միջազգային ընտանիքը եւ հիմա նաև լիբանանյան եւ pedagogan եւ հասարակական շրջանակներ ի վերջո Հեզբոլլահի ամբողջական զինաթափումն է բահանջը, այսինքն զենքի հանձնումը, հայտարարելով, որ Լիբանանի մեջ պետք է գայանա զենքի միավորումը օրինավոր զինյալ ուժերու ընդհանուր հովանիի ներքո։ Հիմնական խնդիրը, որ նաև Միավորված ազգերու գազագերբության թիվ 1701 փանացեվի հիմնադրույթն է, այս ամբողջ հանգույցը գվերապերի այս կետի շուրջ եւ այս ասենք իրականության բادرվակումով Իսրայելը կշարունակե իր ուժերը բայել լիբանյան տարածքներու վրա, շարունակել վերահսկել ռազմավարական կարևորագույն թիրքեր եւ մանավանդ շարունակել իր ռազմական գործողությունները, որովհետեւ շատ անորոշ կետ կար նաեւ մեկնաբանելի կետ կար այդ հրատատարի համաձայնության մեջ, որ գողմերը եթե նկատեն հակառակորդի կողմէ ռազմական նշանակություն ունեցող տեղաշարժ ինքնապաշտպանվելու իրավունք ունի եւ նաեւ գործադրելու ռազմական գործողություն։ Ուրեմն այս կետերը մասնագի ընդրովի իրականացվին Իսրայելի կողմէ, ինչը բնականաբար կհանգեցնի հրատատարի համաձայնության ընդհանուր խախտումներուն։ Բայց որ թիմացը Հեզբոլլահի ուժերու նահանջի երևույթ կա, այո, այդպես է, առարգայականորեն այդ բոլորը գարարգայանան, բայց ի վերջո հիմնական նպատակը այս բոլորին Հեզբոլլահի զինաթափումն է, զենքի հանձնումն է, որ խորքի մեջ ավելի գլոբալ, ավելի համապարփակ
հայացքով եթե փորձենք դիտարկել խնդիրը ամբողջ տարածաշրջանի մեջ իրանյան պրոքսի հենագետերու չեզոքացումն է, որ իթեպ կընտանա զուգահեռ Վաշինգտոն-Տեհրան բանակցություններ։ Փաստորեն կարող ենք նաև ասել, որ Իսրայել-Լիբանան այս լարվածությունը ազդում է նաև տարածաշրջանային անկայունության վրա։ Եվ ինչպես նշեցիք դուք, իհարկե նշեցիք, որ կյանքը բնականon հունով է ընթանում, բայց արդյոք նաև խաղաղ բնակչությունը եւ նրանց տեղաշարժը չի տուժում այս լարվածության պատճառով։ Գիտեք, հիմնական ուրեմն հասկապնակչությունը, որ կդուժի այս բոլորեն առավելապար Լիբանանի հարավային հատվածին կվերապերի եւ Իսրայել այստեղ եւս խնդիր դրած է քիչ մը հայելային դրամապանությամբ, որովհետեւ հյուսային Իսրայելի ժողովուրդը չէ գրծած դակավին վերադառնալ իր շրջաններ։ Ուրեմն առաջադրանք դրած է Նեթանյահուի կառավարությունը, ուրեմն հյուսային Իսրայելի ժողովրդի վերադարձը ապահովման երաշխիքներով, որ իր ղարքին իրենց հայեցակետով ամբողջական օրեն չեզոքացնել էր ուրեմն լիբանանյան կողմեն երևցած սպառնալիք այս բարակային Հեզբոլլայի զինական ռազմական ներկայությունը։ Ուրեմն հիմնական ուժողը Լիբանանի բարակային արաբի ժողովուրդն է, որ մեծ խանդավառություն ունի շատ արագորեն վերադառնալ, բայց զուգահեռ գործընթացներ կան, այսինքն Հեզբոլլայի դիրքերու նահանջ դիմացը նաև քայլ առ քայլ լիբանանյան բանակի տեղագայում հարավային հատվածներու վրա եւ ամենակարևորը նաև ռազմավարական առումով, ռազմագիտական առումով Իսրայելի սահմանամերձ շրջանները, որովհետեւ գիտեք նաև, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև գաբույթքից միավորված ազգերու գազագերության խաղաղ առաքելությունը կշարունակի գործել դակավին։ Եվ այս բոլորը նկատի ունենալով գիտեք Լիբանանի մեջ փուլային ձևով, հանգրվանային ձևով կընտանան թաղապետական եւ քաղաքապետական ընտրությունները, դիմ ընտրությունները, տեղական ինքնավարման մարմիններու ընտրությունները եւ վերջին հանգրվանը հարավի մեջ է։ Եվ շատ թեական էր վտանգված կոդիներու մեջ նման ընտրություններ գազմագերբելու հարցը, պետք է ասել, որ կառավարությունը բավական վճռական դրամատրված էր այս առումով եւ վաղը տեղի ունենան նաեւ Լիբանանի հարավային շրջաններու մեջ նախադեсված իբրև վերջին փուլ այս ընտրություններուն թաղապետական եւ քաղաքապետական ընտրությունները։ Ուրեմն այս հագասական երևույթներն եւ կյանքը իր բնականon հունի վերադարձնելու եւ նաեւ զուգահեռ այս անվտանգային խնդիրները ի վերջո նաեւ առաջադրանք անե, որ լիբանյան բանակը պետք է ամբողջ Լիբանանի դարածքային ամբողջականության վրա վերահսկե իր գերիշխանությունը հաստատե եւ ադիգա գարերի չլար լրիվ իրականացնել, լիարժեք իրականացնել, երբ դակավին իսրայելյան ուժերը կշարունակեն վերահսկել լիբանանյան որոշ տարածքներ։ Պարոն Կանտահարյան, դուք խոսեցիք դիմ ընտրությունների մասին եւ ինչպես հայտնի է արդեն Բեյրութում տեղի ունեցած ընտրությունները որոշ արդյունքներ են արդեն գրանցել, ինչպես է գնահատում հատկապես հայկական ավանդական կուսակցությունների մասնակցությունը այս ընտրություններում։ Հայ քաղաքական կուսակցությունները երկար ժամանակ է վեր արդեն հերթական կանոնավորությամբ կգումարեն նիստեր, կքննարկեն դարաշրջանային խնդիրներ, լիբանանյան եւ անվտանգային եւ քաղաքական եւ հիմնական հարցերու մեջ կփորձեն համագարկել եւ դիրքորոշումները եւ դիրքորոշումներն փոխած նաեւ քայլերը, ամբողջ նաեւ այս վերջի պատերազմի ընթացքին սպառնալիքները թեպի լիբանանյան թաղամասեր մոտեցող այդ փախստականներու երևույթը, անվտանգային առումով խնդիրները, քաղաքական դիրքորոշումները, հարաբերական աշխատանքները, այս բոլորը քննարկումի առարգային օրագարկեն մնայուն ձևով եւ բնականաբար ներկա հանգրվանին քաղաքական կուսակցությունները հատկապես Բեյրութի ընտրաշրջանի մեջ ներկայացան միացյալ ցանկերով, բոլորը համագարկված ձևով դեղի ունեցավ եւ արդյունքները պետք է ասել, որ դրական էին այն առումով, որ եւ թաղապետներ եւ հատկապես Բեյրութի քաղաքապետական խորհրդի 3 հայ անդամները ընդգրկվեցան ուրեմն հայ քաղաքական կուսակցություններու առաջադրանքով։ Ասեմ նաև որ ավելի համապարփակ եւ Լեռնալիբանանը եւ Բեկա ներառյալ Բուչամոտ քաղաքը եւ Անջարի ուրեմն Ավանը ունեցան ուրեմն փայլուն արդյունքներ, պետք է ասել որ նախաբես եւս
այդ գրվածքը, բանվածքը, ձևաչափերը բավանված են եւ փաստորեն ունենք հայ քաղաքապետներ եւ Ուրջամուտի բարակային եւ Անջարի բարակային Անտիլիասի գից գտնվող Մզհեր շրջանի մեջ կա հայ փոխքաղաքապետ եւ այլն, այսինքն այս դիմադրություններուն շուրջ 69 տեխնազու արդեն ընդրված կարելի է համարել, որոնք հիմնականի մեջ տարբեր շրջաններու բարակային հայ ապոլյան դաշնակցության կողմէ առաջադրված տեխնազուներն էին եւ Բեյրութի բարակային միացյալ հայ քաղաքական կուսակցություններու համագարկումով առաջադրված տեխնազուներ են։ Եվ ինչ եք կարծում, որքանով են այս ընտրություններին մասնակցությունը կուսակցությունների կողմից նաև անդրադառնում հայ համայնքի քաղաքական կշռի վրա Լիբանանում։ Այո, գիտեք, նաև շուտով, այսինքն դարի մեկ տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները եւ շատ կարեւոր է, որ Լիբանանահայ համայնքի իբրև քաղաքական փորձոն իր ներկայացվածությունը ապահովե խորհրդարանի մեջ համայնքային իրողական ներկայացվածության ուրեմն այդ շեշտը կարևոր է այս բարակային, որովհետև նաև սկսած է որոշ չափով այդ երևույթը դեսանելի դառնալ, որ համայնքի կյանքեն հերու գտնվող անձնավորություններ լիբանանյան այս կամ այն հոսանքին ուժին կամ ոչ կառավարական գազམ་ագերբության ուրեմն ներառվելով ներկայանան եւ սկսին դեղ գտնել pedagogan դարբեր հաստատություններում մեջ։ Ուրեմն կարևոր է, որ այս միավորումը իբրև լիբանանահայ քաղաքական փորձոն գայանա եւ ադիգա իր դրսեւորումը ունենա նաեւ խորհրդարանական ընտրություններուն իբրև լիբանանահայ համայնքի ներկայացվածությունը, իրողական ներկայացվածության արգայությունը ապահովող Լիբանանի հարաճիգա խորհրդարանի գազմի մեջ։ Մեկ տարի գաթեր եւս եւ գարզեմ որ ադոր նախապատրաստությունը այս գիտակցությամբ, այսինքն քաղաքական կորձոնի եւ համայնքի փաղկացուցիչ հիմնական քաղաքական ուժերու այս բարակային հայ քաղաքական երեկոսակցություններում համագարկումը եւ միացյալ աշխատանքի գարզեմ որ կարեւոր է այս առումով եւս։ Պարոն Գատահարյան, իսկ այս իրավիճակում եւ քաղաքական եւ նաեւ տարածաշրջանային այս լարված իրավիճակում ինչպես են նաև գործում Լիբանանի հայկական կառույցները, թե դպրոցները, թե եկեղեցիները, արդյոք այս իրավիճակը անդրադառնում է նաև հայկական կառույցների աշխատանքի վրա։ Գիտեք, այս խնդիրները, ճգնաժամերը, հատկապես տնտեսական, ֆինանսական ճգնաժամը թեր կհամենա եւ ամենասուր դրվածքով եւ բնականաբար այդ բոլորը իրենց ասացությունը կունենան ուրեմն մեր կառույցներու վրա եւ եկեղեցական, եւ ազգային, եւ կուսակցական, նյութենական, մշակութային, գրթական եւ այլն։ Եվ ամենասուր խնդիրը, որ այսօր լիբանանահայ համայնքը գտիմակրով է, գարզեմ, որ ուրեմն Լիբանանը հարվածած ֆինանսատնտեսական ճգնաժամն է։ Գիտեք, բայց ամեն ինչ գախյալ է նաեւ տարածաշրջանային քաղաքականություններն, հետո միջազգային ընտանիքը ինչ դիպորոշում պիտի ունենա Լիբանանի նկատմամբ ճիշտ է որ կհայտարարվին աջակցություններու դրամատուրգություններ այս կամ այն բերության կողմէ, բայց այդ աջակցությունները իրենց քաղաքական նախապայմաններ ունին եւ եթե փորձենք այս բոլորը վերլուծել ի վերջո ամփոփելու համար այդ նախապայմանը հիմնականի մեջ իրանյան ասոցիացիան չեսոքացումն է այս բարակային ինչ որ նաեւ պատերազմով Իսրայելը փորձեց իրականացնել նաեւ քաղաքական կետնի վրա այն առումով որ ուրեմն նախ պետք է զինատապում ապահովի այս բոլորը պայման են նախապայման են արդակին օժանդակություններու իրականացման իսկ Լիբանանը ոտքի կգանքնի տնտեսապես միայն արդակին ուրեմն այդ արգելքներու վերացումով եւ ֆինանսական օժանդակությամբ որովհետեւ Լիբանանի տնտեսությունը հիմնականին մեջ հիմնված է եթե մեկ որոշակի առումով զբոսաշրջության վրա որ ինքնին կապված է անվտանգային խնդիրներու հետ եւ պայմանավորված է գայունությամբ եւ խաղաղությամբ եւ երկրորդ նաեւ տրամադրային համագարկով որտեղ նաեւ մարդոց սարեցված հաշիվները չեն թյուրացնել այդ տնտեսական վերագանքումը եւ արդակին ներդրումները որոնք լիբանյան տրամադրումներու մեջ կային այսօր չկան այս բոլորի ուրեմն վերագանքումն է վերադարձն է որ նաև Լիբանանը փուլ արկում դուրս պիտի բերե տնտեսական ճգնաժամեն ինչը իր հետևանքը դրական պիտի ունենա նաև համայնքին վրա եւ համայնքի գազམ་ագերբ
կյանքը ուրեմն շարունակող, զարգացնող մեր գարույցներում։ Փոխկապակցված են այս բոլորը տարածաշրջանային աշխարհակաղակական խնդիրները, մինչև տնտեսական ճգնաժամեն դուրս գալ, ճգնաժամեն դուրս գալու այդ հնարավորությունները բնականաբար իրենց դրական ասացությունը դիպլոման նաև լիբանանահայ համայնքին վրա, որ դեպ ասեմ նաև որ սպիրկի մեջ ունի իր յուրահատկությունները, որովհետև այստեղ գշարունակեն կորզել համասպիրկյան կարևորություն եւ նշանակություն ունեցող գառույցներ, մեծիդան անգիրիկյո կաթողիկոսությունը, ուրեմն հայկական մյուս հարամարություններու համասպիրկյան կետրոնները, հայ քաղաքական կուսակցություններու ներկայացվածությունը նաև համասպիրկյան համայնքական առումներով, սպիրկի մեջ կորձող միակ հայկական համալսարանը եւ նման հարագից այլ գառույցներ։ Ուրեմն այս համասպիրկյան նշանակությունը լիբանանահայ համայնքի կգարձեմ, որ վերագենսունականացման ուրեմն այս առաջադրանքը շատ կարևոր է, ինչը ես փորձեցի բացատրել պայմանավորված է այդ փոխկապակցված շղթայով, սկսելով աշխարհակաղակական տարածաշրջանային խնդիրներն, գործընթացներն մինչև տնտեսական ճգնաժամի հանգուցալուծում եւ անոր իբրև դրական հետևանք նաև լիբանանահայ կառույցներու վերաշխուժացում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես նույնպես։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ տեսակապով միացել էինք Լիբանան եւ ես զրուցում էի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր միջազգայնագետ Շահան Կանտահարյանի հետ։ Կհանդիպենք։